Ես Սերան Սերոժայի Սուրենյանս աշխատել եմ տեխնոսար գործարանում, ժողովրդի լեզվով ասած ռոբոտներ գործարանում։ Ռոբոտներ գործարանի լուծարումից հետո առաջի սեփականատերն եմ հանդիսացել գործարանում։ Գործարանը բաժանվեց երկու մասի՝ շափյուղա եւ տեխնոսարք։ Շափյուղա գործարանից գնել եմ տարածք 2003 թվականին։ Գործարանի բոլոր ճանապարհներն ու սպասարկում էին գործարանում գտնվող տարբեր սուբյեկտներին, հանձինս ինձ։ Շափյուղա գործարանը լուծարելուց հետո եւ տեխնոսար գործարանը լուծարվելուց հետո կային երկու լուծարման կառավարիչներ՝ Արտակը եւ Սահաթելյան Լյովան, որը հանդիսանում էր շափյուղա գործարանի լուծարման կառավարիչը։ Վաճառելով Լյովա Սահաթելյանը վաճառել էր շափյուղա գործարանի հետ միասին գործարանի սպասարկվող ճանապարհները, որից դժվել եմ նույնպես ես եւ մնացած սուբյեկտները։ Հանձինս տեխնոսար գործարանի շենքի տարածքում գործարանի ուպրավլենն ու տարածքում գտնվող ներքնահարկում գտնվող գազապաստարանի մուտքը, որը մենք երկրաշարժից հետո մենք աշխատել ենք գործարանի գազապաստարանը վախենալով ամեն ինչից, կար ամեն ինչը գազապաստարանում, որը պետք է սպասարկել այս թաղամասի ժողովրդին եւ գործարանի աշխատողներին։ Այդ մուտքն էլ է վաճառել Լյովա Սահաթելյանը դատարան դիմելուց հետո, որ մուտքերը փակվում են, դատարանը կասեցվել է հետագա շինարարական աշխատանքները, Պարիսպի պատման հետագա շինարարական աշխատանքները, մինչև վերջնական որոշումը չկատարվի։ Մոտարապես մի 4 ամիս առաջ կատարվեց շինարարական աշխատանքներ հաջորդ Պարիսպը շարունակելու ուղղությամբ։ Դիմել եմ ոստիկանություն, դիմել եմ հարկադիր կատարում, որ հարկադիր կատարման աշխատողներ կատարեք մեր դատարանի պահանջը, մեկ թույլատրի կատարեն շինարարական աշխատանքներ։ Ներկա եղել ճարտարապետական բաժնի աշխատողը, որի բառերով հնչում էր. ես տվել եմ որոշում, շարունակեք աշխատանքները։ Ես եմ ասողը, պետքա կատարվի շինարարական աշխատանքներ, բայց ի պատիվ ներքին գործերի աշխատողների կասեցվեց այդ շինարարական աշխատանքները, բայց տեղադրված սյուները եւ փոսերը, որի հետագայում պետք է տեղադրվեր սյուներ, չի վերածվել հարկադիր կատարման կողմից, որի համար ես նորից արձագանքում եմ։ Այս արձագանքս կընդունվի դատախազությունը, կընդունվի ազգային անվտանգությունում, որտեղ ընդունվի, թող միջամտեն եւ անօրինական արած աշխատանքները թող վերացնեն։ Թե չէ ես արդեն չգիտեմ որ ուղղությամբ պետքա մտնեմ, ամեն անգամ գնալով այդ ճանապարհով տենում եմ այդ սյուները, որը ինձ եւ մեր դատական համակարգին արհամարում են, դատական համակարգի որոշումը արհամարում են, չեն կատարում այդ պահանջները, դատարանի պահանջները։ Այդ իրանք համակարգիչում եթե կնոպկին սեղմեն, իրանք կիմանան որտեղ արգելանք կա։ Հարցի այն կողմը, որ ինքը ներկա է գտնվել եւ թուղթը փաստացի ես ներկայացրել եմ, որ դատարանը որոշում է կատարվել, չի կարելի, դու իրավունք չունեիր որոշում տալու, ասում եմ ես իրավունք ունեմ, ես պետք է տամ, պետք է շարունակեն։ Հիմա թե ինքը նախորոք իմացել է, թե չէ, նախ ինքը իմացավ այդ օրը, այդ ժամին, այդ վայրկյանին, որ կա դատարանի որոշում, որ իրավունք չունեն այդտեղ կատարվի պարիսպապատման աշխատանքներ։
ինքը ասավ ես տվել եմ ես էլ տեր եմ պետք է անեն եւ ինչ այլս օրս այդ սյուները հլա կանգնած են այդտեղ հարկադիր կատարումներ նորից անգործության է մատնված